Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն։ Օր դեկտեմբերի 7։ Հարսնացուի պատրաստումը։ Սուրբ Հոգին մեզանում չի գործում ինչ-որ պատահական և անկանոն ձևով։ Նա այստեղ չէ, որպեսզի օգնի մեզ կյանքում կողմնորոշվել, հաղթահարել ճգնաժամերը և մեզ ուղեկցել միայնակ գիշերների միջով։ Նա այստեղ չէ, որպեսզի մեզ քաջալերի և մի փոքր ուժ տա, նախքան մեզ մրցավազքին վերադարձնելը։ Սուրբ Հոգու գործած ամեն ինչ կապված է նրա նպատակի հետ՝ մեզ տուն բերել որպես պատրաստված հարսնացու։ Նա գործում է միայն այս առաքելության համաձայն։ Այո, նա մեր ուղեկցորդն է, մեր մխիթարիչը, մեր զորությունը կարիքի ժամանակ, բայց ազատագրման յուրաքանչյուր գործողություն, իր յուրաքանչյուր դրսևորում նա գործածում է մեզ ավելի հարմար հարսնացու դարձնելու համար։ Սուրբ Հոգին նույնպես չի եկել այս աշխարհ պարզապես մարդկանց պարգևներ շնորհելու համար։ Նրա յուրաքանչյուր պարգև ունի իր նպատակը։ Սուրբ Հոգին ունի միայն մեկ ուղերձ։ Նրա հայտնած ամեն ինչ տանում է դեպի մեկ կենտրոնական ճշմարտություն։ Նա կարող է փայլել մեր մեջ ինչպես բազմակողմանի գոհար, բայց ճշմարտության յուրաքանչյուր ճառագայթ նախատեսված է մեզ տանելու դեպի մեկ ճշմարտություն, և դա սա է. դուք ձերը չեք, դուք գնվել եք թանկ գնով։ Դուք ընտրվել եք դառնալու Քրիստոսի հարսնացուն, և Աստծո Հոգին ուղարկվել է ձեզ հայտնելու ճշմարտությունը, որը կազատի ձեզ աշխարհի հանդեպ բոլոր հրապուրանքներից և սիրուց։ Ճշմարտությունը կկոտրի մեղքի բոլոր կապանքները և կլուծի բոլոր անհավատությունները, որովհետև դուք այս աշխարհից չեք։ Դուք գնում եք փառահեղ հանդիպման ձեր փեսայի հետ և պատրաստվում եք նրա հարսանեկան խնջույքին։ Ամեն ինչ պատրաստ է, և ես եկել եմ ձեզ պատրաստելու։ Իմ նպատակն է ձեզ ներկայացնել անբիծ, ձեր սրտում նրա հանդեպ լցված կրքոտ սիրով։ Սա է Սուրբ Հոգու գործը՝ հայտնել Հիսուսին իր եկեղեցուն, որպեսզի մենք սիրահարվենք